Սիրելի հայրենակիցներ, անցնող տարին մեզ համար եղավ արտաքին քաղաքականության և անվտանգության տեսանկյունից կարևոր վերափոխումների և պատասխանատու որոշումների տարի։ Հայաստանը շարունակեց իր ակտիվ ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ընդլայնելով գործակցությունը տարբեր միջազգային գործընկերների հետ, ամրապնդելով իր դիվանագիտական դիրքերը և բարձրացնելով երկրի միջազգային լսելիությունը։ Տարվա ընթացքում արվել են քայլեր, որոնք միտված են եղել տարածաշրջանային կայունության, անվտանգության համակարգի բարելավման և մեր երկրի ինքնիշխանության ու շահերի պաշտպանությանը։ Չնայած մարտահրավերներին, կարողացանք պահպանել պետական ինստիտուտների կայունությունը, ապահովել կանխատեսելիություն և ձևավորել միջազգային գործընկերությունների նոր հենք։ Սա կարևոր ներդրում է մեր երկարաժամկետ անվտանգության և զարգացման ճանապարհին։ Թող 2026 թվականը լինի խաղաղության ամրապնդման, անվտանգության նոր մակարդակի և վստահելի գործընկերությունների խորացման տարի։ Թող այն բերի իրական առաջընթաց տարածաշրջանային կայունության մեջ, ավելի պաշտպանված պետություն, ավելի վստահ քաղաքացիներ, ավելի ուժեղ Հայաստան միջազգային հարթակներում։ Մաղթում եմ, որ գալիք տարին դառնա արդյունքների տարի, ոչ միայն խոստումների, այլ իրականացված ծրագրերի, ամրապնդված անվտանգության և խաղաղ ապագայի հիմքերի տեսանկյունից։ Թող 2026 թվականը լինի հույսի, կայունության և վստահ առաջընթացի տարի մեր երկրի և յուրաքանչյուրիս համար։ Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։